Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 22-ի համար։ Մյուս ալիքում նոր քարտերով է եղել, վաղն էլ արդեն կլինի, որովհետև դեռ այդքան էլ չեմ անգիր չեմ արել, մի խոսքով չգիտեմ նշանակությունները, դրա համար այդքան շատ երկար բզբզում նյարդայնացնում են, չեմ կարող երկու ալիքում են նույն քարտերով անել, մեկը այստեղ կանեմ, մեկը այնտեղ։ Շաբաթվա մեջ մեկ անգամ կլինի այդ քարտերով, մեկ անգամ էլ եւս մեկ այլ քարտեր էլ ունեմ, որը որ մյուս ալիքում եղել է, այս ալիքում կարծես թե ոչ, եւս այդ քարտերով նաեւ կլինի։ Որ մի փոքր փոփոխվի նաեւ ձեր կյանքը կարող է եւ իրոք ինչ որ չափով է նաեւ կախված է սրանից, ինչ որ չափով էլ նաեւ հա դուք տեսնում եք, լսում եք այն ինչ որ պետք է եւ այդպես էլ տեղի ունենում։ Համենայն դեպս ինձ թվում է ձանձրալի է մշտապես նույն բաները լսելը։ Նրա համար նաեւ մեկ այլ քարտերով կամ մեկ այլ նույն քարտերը տեսնելը ձանձրալի է, թե նույն բաները լսելը, դե մեր կյանքն է դա, ուրիշ բաներ չունենք, որ ուրիշ բաներ լսենք, բայց ամենայն դեպս ձանձրալի է միշտ նույն քարտերը տեսնել, ինչ որ հետաքրքրություններ ա պետք ալիքում։ Ովքեր որ այս ալիքում են, բայց այն մյուս ալիքում չկան, մյուս ալիքում էլ հետաքրքիր պահեր են, որովհետև բաներ կան, որ այդքան չեմ կարողանում երկու ալիքների համար անել, կարող եք նաև այնտեղ էլ հետևել, այնտեղ կարող եք տեսնել որոշ բաներ։ Դա այս ալիքը դեռ չի վերականգնվում, ինձ թվում է չվերականգնվի, որովհետև տեսողականությունը ընկել է եւ դա ինձ թվում է երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Դրա համար այնտեղ եմ ավելի շատ ինչ որ նոր եւ հետաքրքիր տեսանյութեր անում։ Դե ալիքի հղումները բոլորը կան մեկնաբանության բաժնում, թե ինչ որ ալիք է ձեզ հարկավոր ժամերից հետո կամ ընդհանուր առմամբ, եթե այստեղ չկա, ապա մեկ այլ տեղ կարող եք նաեւ նայել, մեկ այլ տեսանյութի տակ, որտեղ որ ժամերը եղել են։ Ահա, այսքանը ընդհանրապես շաբաթ կիրակի է ավելի շատ ժամերը, որտեղ մյուս քարտերը ուրիշ են, սա գոնե տեսնում եք, հա, որ վերջացրեցի, արդեն տեղադրեցի քարտերը։ Միշտ չի լինում ժամանակ, որպեսզի ժամերը գրվեն, դա է։ Եթե ովքեր որ նայում են իրենց գոնե ինչ որ չափով ժամ գրեն, շատ շնորհակալ կլինեմ։ Մեկ ուրիշին օգնած կլինեք այդպիսով եւ ձեր կյանքում էլ լավ կարմա կբերեք։ Այսքանը հիմա գնանք արդեն կանխատեսումը։ Ինչ է սպասվում առնետներին, գնանք առնետներին, ինչ է սպասվում առնետներին հունվարի 22-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հույսով եք լցված, հույսնետել եք ոչ մեկի վրա, ինչ որ բանի վրա, նաև գումար կծախսեք այդ օրը, գումար կվճարեք, տեղ նվեր եք գնում, միգուցե նվերի վրա եք գումար ծախսում, նաև հանկարծակի լուր կլսեք, դա կարող է լինել գաղտնիքի բացահայտում ձեզ համար, ոչ մի բան կարող եք իմանալ։ Եվ հուզվում եք այստեղ, կամ նաև կարող եք արտասվել ինչ որ մի բանից, միգուցե գաղտնիքն է, միգուցե մեկ այլ բան է։ Նաև հրավերք կարող եք ստանալ հրավիրատոմս է դա հստակ կամ նաև հրավեր է, որը այստեղ կարող եք գումար դնում եք ծրարի մեջ եւ տալիս եք իրեն, հա, ինչ որ մեկին։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ այդ օրը։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 22-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Այդ օրը կարող եք ոչ փաստաթուղթ ստանալ, որը շատ կարևոր է ձեզ համար։ Կարող ինչ որ գործերից է, ոչ պետական հիմնարկությունից է դա նաև։ Եվ որևիցե հարցեր ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ ինչ որ ցիկլ է սկսում մեկ ամսվա կամ ավարտվում է դա։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, սպասում եք ինչ-որ մարդկանց, միգուցե համակարգական կապի մեջ եք լինում, հետո սպասում եք, որ գան, հա, ինչ-որ գործնական գործերի մասին խոսեք։ Կսպասեք, հա, ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, օծեր կան, բամբասանք, խոսակցություն, չար վերաբերմունք, այդպես հա, վատ վերաբերմունք ձեր նկատմամբ, հեռախոսազանգ կստանաք, տատանվում եք, ծանրութ թեթև եք անում, նաև ընտրության առջև եք կանգնած եւ ինչ-որ մի բան չեք կարողանում անել, չեք հասցնում անել եւ դա ձեր ձեռքից բաց եք թողնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 22-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու քնից կամ երկար կարող եք քնել, մնալ քնած։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, բարձրունք, կարիերա, աճ, բիզնեսը կզարգանա։
Նաև հարցազրույց է և իհարկե պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել։ Այդ օրը նաև ոմանք ունեն ժամադրություն սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք և ոչ գաղտնիք կբացահայտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 22-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն նաև պայմանավորվածություն իրենց հարազատ սիրելի մարդկանց հետ։ Նաև գումար կծախսեք այդ օրը կամ գումարի մասին կխոսեք արժեքի, հստակորձնական հանդիպում ունեք կամ խոսակցություն կարող է դա է, արժեքի մասին եք խոսում, քննարկում։ Նաև հրավեր ունեք որոցի առիթի, որը որ ձեզ բավականին շատ կերջանկացնի։ Կամ դուք եք, ինչ-որ առիթ կազմակերպում, մարդկանց հրավիրում և երջանիկ եք։ Այդ օրը ոչ գաղտնիք կբացահայտվի, գուցե ժամի հետ է կապված, որ այս ժամին ինչ-որ մի բան չեք կարող անել, կամ այս ժամին ինչ-որ մի բան է տեղի ունենալու, ինչ-որ պահեր են։ Եվ հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ինչ որ կանեք, այդ օր եթե ինչ-որ առիթ եք կազմակերպում թեկուզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 22-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև ձեր ցանկությունները կիրականանան։ Ունեք նաև սիրային սիրավեպ, թաքուն սիրավեպ է սա, ոչ մի բան ձեր ձեռքից կարող եք բաց թողնել այդ օրը։ Ինչ-որ հնարավորություն է, ինչ-որ բան է։ Նաև ոչ իրադարձություններ կան ձեզ հետ, որոնք որ կատարվում են, ձեզ հետ մեկ յուրաքանչյուր ամիս, կամ նաև վերջի մեկ ամսվա իրադարձությունն է, որը կավարտվի, կամ կարող է նոր է սկսում, ոչ իրադարձություն, ոնց մեկ ամսվա ցիկլ ունի դա։
Եվ ոչ է հարցում հաղթանակած եք դուրս գալու, միգուցե դա է ձեր ցանկությունը, միգուցե այն, որ վերջապես կհանդիպեք իր հետ, միգուցե դա է։ Եվ ինչ որ հարցում ամենայն դեպս ոմանք ամեն մեկի իր ոլորտում ոչ է հաղթանակ կունենա, ինչ-որ մի բան լավ կստացվի։ Այսքանա ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 22-ին։ Հարգելի օձեր, այդ օրը գումար կծախսեք կամ ինչ-որ մեկի հետ գումարի մասին եք խոսելու։ Նաև հույսով լցվում եք, հույսներ եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա։ Նաև այստեղ կողաննվեր եք գնում, դրա համար եք գումար ծախսում։ Նաև հեռախոսազանգուն եք այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի եւ ձեզ զգուշացնում եմ, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ կանգնեք, սպասեք, մի շտապեք, հա, հետո նոր կանեք ինչ-որ մի բան։ Եվ ոչ իրադարձություններ ունեք ձեզ հետ, որ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի կամ վերջին մեկ ամսվա ցիկլի ավարտ է, կամ նոր է սկսում ոչ ինչ-որ մեկ ամսվա ինչ-որ բաներ կամ յուրաքանչյուր ամսվա, սկսում եք վարձ ստանալ, վարձ վճարել եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 22-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը գումար կստանաք, նաև օրվա ընթացքում կարող ցանկանալ պարկել հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ ոմանց համար, հույս ունեք, հույսով լցված եք, ինչ-որ մի հարցում կամ հույսներ դել եք ոչ է մեկի վրա։ Այստեղ նաև կա բաժանում, միգուցե ժամանակավոր է, այստեղ հնարավոր է հանդիպում ունեք կամ շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, միգուցե ինքն է ինչ-որ մի տեղ է գնում, ինչ-որ մի բան է անում եւ իրենց պետք է հեռանաք ժամանակավոր։ Նաև նորություն կլսեք այդ օրը եւ գաղտնիք կբացահայտվի։
Այսքանա ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 22-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, գուցե հղիությունը, ծննդաբերությունը, նաև մեկ այլ բահերի կարող են լինել, առիթը եւ այլն, երեխաների հետ տեղ գնաք։ Օցեր կան այդ օրը, բամբասանք, չար լեզուներ, չար խոսակցություններ, նմանատիպ վերաբերմունք նաև ձեր նկատմամբ։ Հեռախոսազանգ կստանաք եւ կիմանաք, որ ինչ-որ մի հարցում հաղթանակած եք, դուրս եկեք, ինչ-որ մի լավ բան է տեղի ունեցել, ձեր օգտին, ձեզ համար է դա շատ լավ բան։ Եվ ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաև նվեր կարող ստանալ, նվեր գնել նաև, դա կարող է լինել նաև ծաղիկներ, կարող է լինել որևիցե ինչ-որ քաղցրավենիք, եւ այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Միգուցե առողջության հետ կապված ինչ-որ մի բան եք իմանում։ Այցելում եք դեղատուն, մի խոսքով, հա, ինչ-որ կամ նմանատիպ վայր ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 22-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը որոշ հանկարծակի լուր կարող եք լսել, նաև ժամանակավոր ինչ-որ մեկից հեռանալ, կամ սա ինչ-որ բանից, ինչ-որ կամ բան են տալիս ձեզ վերջը այդ թեմային, կամ դուք եք տալիս, հա, վերջը այդ թեմային, կամ ինչ-որ մեկից հեռանում եք իրարից։ Նաև այդ օրը գումար, կամ կծախսեք, կամ գումարի մասին ինչ-որ մի բան կարող իմանաք, կամ նաև վճարեք որոշ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 22-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը հուզվում եք ինչ-որ մի բանի համար, միգուցե գնում եք հարցազրույցի, միգուցե ինչ-որ մի բան է, կամ սուտ կար, միգուցե ստի պատճառով եք հուզվում, համենայն դեպս հուզվում եք կամ նաև կարող է արտասվել։ Նաև սուտ կա այդ օրը, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք գնան հարցազրույցի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք նաև հանդիպեն պետական աշխատողի հետ, և նվեր կարող եք ստանալ կամ նվեր տալ դիմացինին կամ նվեր գնել հետոյի համար, ուշադրություն պետք է դարձնեք նաև ձեր առողջությանը այդ օրը, և ունեք նաև սեղան, սեղանի շուրջ եք նստելու, միգուցե շատ եք խմում, այստեղ ամենայն դեպս եթե ղեկին եք, ուշադիր եղեք, կարող եք այցելել ոչ թե բժշկական կենտրոն, ոչ թե կոսմետոլոգի մոտ, կամ դեղատուն մտնեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 22-ին։ Հարգելի շներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, նաև վիճում եք ինչ-որ մեկի հետ, հետո կարող եք տխրել նաև վեճից հետո։ Միշտ ապեք վիճել, միշտ ապեք ասել այն ինչ-որ ուզում եք, կամ միգուցե այնքան եք վիճում, դիմացինն է ձեզ ինչ-որ բաներ ասում, դրանից եք նեղվում։ Եվ այստեղ որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանեք, ինչպես կընդունեք, ինչպես կպատասխանեք, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, նաև այստեղ պետական հիմնարկություն եք գնալու բժշկական կենտրոն կամ ուսումնական կենտրոն կամ մեկ այլ կենտրոն և այնտեղ կարող եք երկար մնալ ուղղակի, երկար սպասել, որ ինչ-որ մի բան անեն, կամ այնտեղ կարող է բարկանաք և ինչ-որ դամարա, ոչ թե քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում վարազներին, շներ եմ ասել, երևի շներ ասեցի, գնանք վարազներին, ինչ է սպասվում վարազներին հունվարի 22-ին։
Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ոչ իրադարձություններ կան բժշկականի հետ կապված, բժշկության հետ կապված, հիվանդության հետ կապված, որ մարդը գնում է ամեն ամիս ինչ-որ մի գործողություն է անում, այդ օրը կգնաք կանեք այդ գործողությունը, նաև կարող է հղիության հետ է կապված, նաև վերջին մեկ ամսվա ինչ-որ իրավիճակ է, դա կարող է ավարտվել այդ օրը։ Կամ սկսվի մեկ ամսվա ցիկլ, այսինքն ամեն ամիս պետք է գնաք եւ սկսեք ուսումնասիրել ձեր առողջությունը։ Նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է ձեր, նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, նորություն կլսեք, ոչ է առիթի հետ կապված, կամ նորություն կլսեք, որ լավն է ձեզ համար եւ կարող դուք եք առիթ ստեղծում, կամ ինչ-որ մեկի ամուսնության հետ կապված կարող է լսեք, ինչ-որ մի ծննդյան հետ կապված է, ինչ-որ մի բան է, ինչ-որ մի նորություն է, որ կլսեք։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, այդ օրը ձեր շրջապատում նաև օձեր կան, չար մարդիկ, բամբասանք, խոսակցություններ, նաև միգուցե վատ վերաբերմունք, այդպես չար։ Եվ հույսով լցված եք, հույսներ դել եք ինչ-որ մի բանի վրա, կամ ինչ-որ մեկի վրա, կամ հույսով սպասում եք, կամ հույս ունեք, որ ինչ-որ մի բանը այսպես կամ այնպես կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։